ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, կառավարության հարգելի անդամներ, սիրելի հայրենակիցներ։ Իմ զեկույցի շրջանակում կխոսեմ 2026 թվականի պետական բյուջեի նախագծով 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագրին առնչվող անելիքների մասին։ Կխոսեմ նախ 300 դպրոցների, հետո նաև 500 մանկապարտեզների վերաբերյալ։ Քանի որ արտահերթ ելույթի ձևաչափը թույլ չի տալիս հարց ու պատասխանի ձևով պարզաբանել առանձին հարցերի պատասխաններ, իմ խոսքի սկզբում կառանձնացնեմ 3 հարցեր, որոնք նաև այսօր հնչեցին պատգամավոր Լիլիթ Գալստյանի, Արմենուհի Գյուլիանի կողմից, դրանց մի մասը, եւ պարզաբանեմ ընթացքում բերելով թվեր, որոնք որ պատկերացում են տալիս, թե այս պատասխանը, որ ես կներկայացնեմ, ինչի վրա է կառուցված։ Հարց առաջին, արդյոք հնարավոր է ծրագիրն իր ավարտին հասցնել կամ իրականացնել ավարտել 2026-ին։ Հարց երկրորդ, 3 պատգամավոր Սոնա այս մասին հարցրեց, ինչպես են ընտրվել կառուցվող կամ նորոգվող դպրոցները, եւ հարց երրորդ, ինչ է տեղի ունենալու 2027 թվականին, երբ ծրագիրն իր ներկայաշրջանակով ամբողջությամբ կատարված կլինի։ Նախ առաջին հարցի պատասխանը։ Մինչև պատասխանը Տիկին Գյուլիան, խնդրում եմ նկատի ունենալ, որ դպրոցը մեկ օրում չի կառուցվում, կառուցվում է 3 տարվա ընթացքում կամ 2 տարվա ընթացքում կախված չափից, սա նշանակություն ունի։ Դուք խոսում եք ձեր նախորդ ելույթի ընթացքում այն մասին, թե որոնք են ավարտված դպրոցները քանակներով նշելով, բայց երբ որ միաժամանակ մեծ քանակով դպրոցներ գտնվում են կառուցման ընթացքում, հետո արագ առաջ է գալիս դրանց ավարտը։ 2026 թվականին ծրագիրն ավարտելու համար բոլոր անհրաժեշտ աշխատանքները նախատեսված են, դրանք կավարտվեն սահմանված ժամկետներում եւ տարեվերջին մենք ունենանք ամբողջ ծավալով իրականացված ծրագիր, կառուցված կամ նորոգված եւ նոր գույքով ապահովված 300 դպրոցներ։ Ինչպես է դա արտահայտվում թվերով։ 2025 թվականի ավարտին կառուցման կամ նորոգման աշխատանքներն ավարտված կլինեն 110 դպրոցներում։ Հիմա դրանց քանակը 60 է, դուք նշեցիք այդ մասին։ Կառուցման կամ նորոգման աշխատանքները կշարունակվեն ավելի քան 247-ում, որոնք ներկայում ընթացքի մեջ են։ Իսկ նշված 357-ից առնվազն 300-ում աշխատանքները կավարտվեն 2026 թվականի ընթացքում։ Մնացած 50-60-ի աշխատանքները կշարունակվեն եւ կավարտվեն 2027-ին։ Հետևաբար 2026 թվականի ավարտին ոչ միայն իրականացված կլինի կառավարության ծրագրով սահմանված 300 նոր դպրոց ունենալու նպատակը, այլև մեկնարկած կլինենք դպրոցաշինության հաջորդ ծրագիրը։ Հիմա կարելի է ասել, որ մենք այս 357 դպրոցներում միաժամանակի աշխատանքներ տանելով որևէ կասկած կամ կասկածի հիմք չունենք այն մասին, որ 2026-ին կառավարության ծրագրով հաստատված թիրախները տեղի են ունենալու։ Երկրորդ հարցի վերաբերյալ, ինչպես ենք որոշել կառուցվող եւ նորոգվող դպրոցները։ Ընթացքում գտնվող 357 դպրոցներից ավելի քան 200-ը նոր կառուցվող, վերակառուցվող են, իսկ 150-ը նորոգվող։ Նախ կցանկանայի պարզաբանել հայեցակարգային մոտեցումը։ Մեր բոլոր դպրոցներից պետք է ընտրեինք նրանք, որտեղ 2026-ի ավարտին կապահովենք որոշված ստանդարտին համապատասխանող պայմաններ։ Դրանք են մաքուր դասասենյակներ, նոր դպրոցական գույք, ներառյալ ուսումնական լաբորատորիաների եւ մարզադահլիճների գույքը, ջեռուցման ստանդարտ պայմաններ, նոր սանհանգույցներ եւ այլն։ Բայց դրանից առաջ եւ ամենակարևոր պայմանը եղել է դպրոցական շենքի սեյսմակայունության վիճակի գնահատումը։ Նրանք, որոնց սեյսմակայունությունը ստացել է լավ գնահատական, ընտրել ենք որպես նորոգման միջոցով ստանդարտի բերելու համար որոշված դպրոցների թվում։ Հիմա նորոգվում են այդպիսի 150 դպրոցներ։ Ընդ որում, այն դպրոցներում, որտեղ չեն եղել մարզադահլիճներ, հաջորդ տարվա ընթացքում կսկսենք նաև նոր մարզադահլիճների կառուցման աշխատանքները։ Առավել բարձր սեյսմիկ վտանգավորություն ներկայացնող շենքերի փոխարեն որոշել ենք կառուցել նորերը։ Կառուցվող նոր դպրոցների առաջին խումբը որոշվել է այդ սկզբունքով։ Այս եղանակով որոշված դպրոցների քանակը այս պահին 200 է։ Համեմատաբար բարվոք պայմաններում գտնվող դպրոցների դեպքում որոշվել է, որ դրանց փոխարեն նույնպես պետք է կառուցվեն նորերը, սակայն հաջորդ փուլում։ Իհարկե, ակնադիտական առումով նախորդ եւ այս խմբի միջև սահմանը որոշելը պարզ հարց չէ, եւ սա այն պատճառներից մեկն է, թե ինչու են մեր տարբեր դպրոցների ուսուցիչները եւ աշակերտները կարծում, որ իրենց դպրոցի նորացումը նույնպես պետք է մեկնարկած լիներ, սակայն դա դեռևս տեղի չի ունեցել։ Բոլոր դեպքերում կառուցվող եւ նորոգվող դպրոցների ընտրության որոշումները կայացվել են մեր կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի տարածքային կառավարման եւ կառուցվածքների նախարարությունների, քաղաքաշինության կոմիտեի եւ մարզպետարանների համատեղ աշխատանքների արդյունքում։
Պարզ է, որ երբ տեսնում ենք, որ մի դպրոցի փոխարեն կառուցել կամ սկսելու են կառուցել նորը, իսկ մյուսներում այդ աշխատանքները դեռ չենք սկսել, տրվում է այն հարցը, թե երբ է գալու իրենց դպրոցը նորացնելու ժամանակը։ Երրորդ հարցի պատասխանը՝ ինչ ենք անելու 2027 թվականին։ Ինչպես նշեցի, հաջորդ 300 դպրոցների ծրագիրն արդեն մեկնարկել է, քանի որ դրանցից առնվազն 50-ում հիմա աշխատանքներն ընթացքի մեջ են։ Իհարկե, որպես ծրագիր այն դեռևս անուն չունի եւ ծրագրի անունը կձևակերպվի կառավարության հաջորդ ծրագրի հաստատման հետ միասին։ Սակայն հնարավորությունների մեր գնահատականն այն է, որ կունենանք առնվազն հաջորդ 300 դպրոցների նոր ծրագիրը։ Բյուջեի մասին։ Կառուցվող եւ նորոգվող 357 դպրոցների ընդհանուր բյուջեն ավելի քան 385 միլիարդ դրամ է, որից 2026 թվականի ավարտին շահագործման հանձնված դպրոցների բաժանեկնող մասը 330 միլիարդ դրամ։ 2026 թվականի պետական բյուջեով 300 դպրոցի 500 մանկապարտեզ ծրագրի ֆինանսավորումը կազմում է 150 միլիարդ դրամ, որի գերակշիռ մասը 140 միլիարդ դրամը կհատկացվի դպրոցներին, իսկ 10 միլիարդ դրամ մանկապարտեզների կառուցման եւ նորոգման եւ գույքով ապահովման աշխատանքների ֆինանսավորմանը։ Ծրագրի իրականացման տեսանկյունից 2026-ն ունի առանձնահատուկ կարևորություն, այն աննախադեպ է աշխատանքների ծավալի տեսանկյունից։ Եթե 4 տարի առաջ 2021 թվականին դպրոցների կառուցման եւ նորոգման աշխատանքների ծավալը կազմել է 11 միլիարդ դրամ, 2022 եւ 2023 թվականներին կազմել է համապատասխանաբար 18 եւ 20 միլիարդ դրամ, 2024 թվականին կգնահատվել եւ հասել է 40 միլիարդ դրամի, ապա 2025 թվականին այն կգերազանցի 100 միլիարդ դրամը։ Այսօր ես ուզում եմ ասել, որ կատարողականը 78 միլիարդ դրամ է, փաստացի։ 2026 թվականին նախատեսվում է 140 միլիարդ դրամի աշխատանք միայն դպրոցների մասով, ինչը ինչպես պարզաբանեցի 50%-ով ավելին է, առնվազն քան 2025-ին։ Երբ 3-4 տարի առաջ խոսում էինք այն մասին, թե արդյոք հայաստանյան կազմակերպությունները կարող են իրականացնել տարեկան 100 միլիարդ դրամ եւ ավելի ծավալով շինարարական աշխատանքներ, կարող էինք ունենալ զգուշավոր գնահատականների ծավալով շատ պատճառներ։ Հավանական ռիսկերը վերաբերում էին ոչ միայն շինարարական կազմակերպությունների, այլև այդ ծավալով աշխատանքները կառավարելու պատվիրատու կառույցների կարողություններին։ Հիմա կարող ենք ասել, որ մեկնարկային տարվա համեմատությամբ աշխատանքների ծավալի գրեթե տասնապատկումը իրողություն է, ինչը տեղի է ունեցել կատարվող աշխատանքների որակին ներկայացվող պահանջների շարունակական բարձրացման պայմաններում։ Որակին առնչվող հարցերի քննարկումն ունեցել է բարձր կարևորություն։ Այս տարիների ընթացքում հրաժարվել ենք այն կազմակերպությունների հետ համագործակցությունից, որոնք չեն վերացրել որակի հարցում նկատված էական բացթողումները կամ ժամանակին չեն կատարել ստանձնած աշխատանքներն ավարտելու պարտավորությունները։ Միաժամանակ կազմակերպությունների գերակշիռ մասն այս ծրագիրը համարել է սեփական կարողությունների եւ բիզնեսի աճի հնարավորություն, կատարել է անհրաժեշտ ներդրումներ եւ դարձել է ծրագրի հուսալի գործընկեր, ինչ թույլ է տալիս նաեւ վստահորեն մտածել, որ 2026 թվականին ծրագիրը պատշաճ ավարտին է հասցվելու։ Ծրագրի շնորհիվ 2026 թվականի տարեվերջին շահագործման մեջ կլինեն Արագածոտնի մարզի 36, Արարատի մարզի 21, Արմավիրի մարզի 31, Գեղարքունիքի մարզի 29, Լոռու մարզի 43, Կոտայքի մարզի 22, Շիրակի մարզի 42, Սյունիքի մարզի 33, Վայոց ձորի մարզի 15, Տավուշի մարզի 17 եւ Երևանի 19 դպրոցներ։ Թվարկվածներից 139 կլինեն նոր կառուցված, իսկ 169 նորոգված։ Ծրագրում ներառված դպրոցների սովորող աշակերտների քանակը կլինի մոտ 107,000 մարդ։ Շահագործման հանձնված դպրոցներից 100-ը լինելու են հնարավորություն են ունենալու նաև պայմաններ ստեղծել հարևան բնակավայրերի աշակերտներին սովորելու համար։ Բոլոր այդպիսի դեպքերում բարեկարգվում են նաև բնակավայրերը միմյանց կապող ճանապարհները։ Տեղափոխվող երեխաների համար կապահովենք տրանսպորտային ծախսերի փոխհատուցման կարգավորումներ, փոխադրման ծառայությունների հասանելիություն, իսկ անհրաժեշտության դեպքում համապատասխան տրանսպորտային միջոցներ։ 2026-ին նախապատրաստական աշխատանքներ կիրականացվեն նաև 2027-ին մեկնարկող շինարարության ծավալի նախագծման եւ մրցույթների նախապատրաստման ուղղությամբ։ Նախնական գնահատականներով այդպիսի նոր սկսող կառուցումները կլինեն առնվազն 80 դեպքերում։ 500 մանկապարտեզների մասին։ Ծրագիրն ունի 3 հիմնական բաղադրիչ, նոր կառուցվող մանկապարտեզներ, որոնք գերակշիռ դեպքերում կառուցվում են պետական բյուջեից հատկացումների հաշվին, կառուցվող կամ նորոգվող կրթահամալիրներում կամ դպրոցներում ստեղծվող նախակրթարաններ, ինչպես նաև համայնքների կողմից եւ պետական բյուջեի սուբվենցիոն աջակցությամբ կառուցվող կամ նորոգվող մանկապարտեզներ։ Ներկայումս ծրագրի շրջանակներում նույնականացված են 470-ը, դրանցից 272-ը մանկապարտեզներ են, իսկ մնացածը նախակրթարաններ։
Նորոգվող մանկապարտեզների կամ նախակրթարանների թիվը մինչև այս տարեվերջ առնվազն կլինի 500 եւ բոլոր նշվածներում աշխատանքները կավարտվեն 2026-ի ընթացքում։ 2025 թվականի ավարտին աշխատանքներն ավարտված կլինեն արդեն 275-ում, որոնցից 86-ը կլինեն կառուցված կամ վերակառուցված, իսկ 179-ը նորոգված։ 500 մանկապարտեզ ծրագրի ընդհանուր արժեքը կգերազանցի 70 միլիարդ դրամը, որից պետական բյուջեից հատկացված մասը 45 միլիարդ դրամ է։ 2026 թվականի պետական բյուջեով մանկապարտեզների կառուցման եւ նորոգման աշխատանքների եւ գույքով ապահովման հարցերի համար հատկացված են 12 միլիարդ դրամ։ Դրանով նախադպրոցական հաստատությունների շենքային պայմաններին վերաբերող անելիքների հիմնական մասը կավարտվի։ Ավարտին կհասցվեն նաև այն բոլոր միջոցառումները, որոնք կառավարության ծրագրով նախատեսված են նախադպրոցական կրթության հասանելիության եւ բովանդակության աշխատանքները սահմանված նպատակին հասցնելու ուղղությամբ։ Ներողություն եմ խնդրում ժամանակը մի քիչ չարաշահելու համար։ Շարունակեք, պարոն Շնորհակալ եմ։